առանց այդ խմբի եւ խմբերի միջով անցնելով։ Եվ անդադ լսում էի մի բառ. խաղաղություն, 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 խաղաղություն։ Եվ այդ բառը կանխորոշեց 2021 թվականին հաջորդած մեր քաղաքականությունները։ Սա առաջին անգամ է, երբ որ ժողովուրդը ինքն է քաղաքականության եւ ռազմավարության հեղինակ։ Ժողովուրդը երբեք էլ դեմ չի եղել լինել քաղաքականության եւ ռազմավարության հեղինակ։ Պարզապես մեր իրականության մեջ ընդունված է եղել համարել, թե ժողովուրդը չի կարող լինել ռազմավարության հեղինակ։ Ժողովրդին ոչ մեկ երբեք չի ուզեցել լսի, որովհետև համարել են, որ ժողովուրդը բավարար չափով աշխարհ տեսած չէ։ Իմիջիայլոց այս երևույթի շարունակությունն է, որ այսօր քաղաքական process-ին մասնակցող ուժեր ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են։ Ես չեմ կարող վերարտադրել կրկնել այդ բառամթերքը, բայց սա գիտեք քաղաքական տգիտության գագաթնակետն է։ Այդ մարդիկ դուրս են գալիս ընտրողների հասցեին, ժողովրդի հասցեին, ինչ ասես ասում, հետո գնում մասնակցում ընտրությունների։ Հետո ինչպես ժողովուրդն է ասում, գնում են հագնում են պատին, կներեք արտահայտությանս։ Ու դա բնական է։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին։ Եվ այդ պատերազմի եռագլուխ կուսակցությունից մեծ կտորը մնալու է ականջը, որը տվյալ դեպքում նկատի ունեմ Կտրիչ Ներսիսյանի։ Վերադառնալով մեր թեմային, կառավարության ծրագիրը խառնուրդ էր եւ բացառիկ էր նրանով, որ ցույց էր տալիս պատմական շրջափուլերի եւ պատմական process-ների բախումը։ Նրանցից մեկը ժողովրդի ներքին մղումների, մյուսը աշխարհքաղաքական թակարդի կողմից մեծ վերապահված պատմական դերակատարման բախումը։ Այս բախման մասին ես առիթ եմ ունեցել կիսվելու եւ կարծում եմ այսօր էլ հարկ եմ համարում հիշատակել իմ եւ երջանկահիշատակ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի երկխոսությունը, որը տեղի ունեցավ 2024 թվականի նոյեմբերին Վատիկան կատարած իմ այցի ընթացքում։ Մենք խոսում ենք Հռոմի Պապի հետ առանձնազրույց է տեղի ունենում թարգմանչի ներկայությամբ եւ Ֆրանցիսկոս Պապը ասում է, որ մենք ձեզ նկատի ունի ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ես ասում եմ, այո, ձերդ սրբություն, բայց իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Նա ասում է, այո, բայց մենք ձեզ հայերից ճանաչում ենք որպես նահատակ ժողովուրդ։ Ասում եմ, այո, ձերդ սրբություն։ Բայց ես իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում ենք այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Եվ սրանից հետո շատ զարմանալի բան է տեղի ունենում։ Երջանկահիշատակ Աստված հոգին լուսավորի։ Հռոմի Պապն ասում է, հա, բայց պատմականորեն դուք նահատակ ժողովուրդ եք։
Ես ասում եմ այո, ձեր ցրբություն, բայց հենց այդ եմ ասում։ Մենք ուզում ենք պատմության այդ ընթացքը փոխել եւ իմ եւ մեր կառավարության առաքելությունը համարում եմ այն, որ մենք այլևս չլինենք նահատակ ժողովուրդ։ Եվ սրանից հետո էլ զարմանալի բան է տեղի ունենում, դիվանագիտական իհարկե բոլոր եւ իհարկե հաշվի առնելով Հռոմի պապի առանձնահատուկ կարգավիճակը, բայց այնուամենայնիվ ինչ որ բանավեճ է տեղի ունենում։ Ինքը ասում է, չէ, դուք նահատակ ժողովուրդ եք, ես ասում եմ, գիտեք ինչ, չէ, մենք պետք է փոխենք մեր պատմական ճակատագիրը։ Ինքը եւ արդյունքում այդ խոսակցությունը իմ մոտ տպավորվել է հետեւյալ կերպ, որ մի X պահից ինքը ասում է, բայց այնուամենայնիվ լավ եք մտածել, որ էլ չեք ուզում լինել նահատակ ժողովուրդ։ Ես ասում եմ, այո, լավ ենք մտածել։ Եվ այս ասոցիատիվ իհարկե բառացի փոխադրություն չի ասոցիատիվ, եւ մի պահ Հռոմի պապը մտածումների մեջ է ընկնում, մի պահ պաուզա է վերցնում ու ասում է, բա ինչով եք զբաղվելու։ Եվ այդտեղ այո հնչում է շատ պարզ, բայց թերևս պատմական պատասխան։ Ուղղակի ապրելու ենք, պարզապես ապրելու ենք, պարզապես պետություն ենք ստեղծելու, պարզապես եւ այստեղ է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ունի պատմական առաքելություն Հայաստանի Հանրապետության ժողովրդին առաջնորդել դեպի սովորական, բարեկեցիկ, ազատ, ինքնիշխան, պետականակենտրոն, սովորական կյանք, ուղղակի սովորական կյանք, ինչպես Եղիշե Չարենցն էր ժամանակին երազում կամ ձևակերպում, երկիր, որտեղ մարդիկ, սովորական մարդիկ ապրում են սովորական կյանքով, որովհետև մինչև հիմա մեր պատմական փորձը ուրիշ բանի մասին է եղել։ Այդ էլիտաներն են, որ ապրել են սովորական մարդու սովորական կյանքով։ Իսկ ժողովուրդը կրել է զրկանքներ, մաքարել է, քարից կամել է հաց եւ լուռ ու մունջ տարել է նահատակի իր պատմական դերակատարումը։ Հենց այս պատմական փոփոխությունը եւ առանձնահատկությունը այն է, որ մենք այլևս կարիք չունենք երազելու կամ սպասելու այդ պատմական փոփոխությանը, այդ պատմական փոփոխությունը այստեղ է, հիմա է, այսօր է, եւ միակ բանը, որ մենք պիտի անենք, պիտի պաշտպանենք այդ պատմական փոփոխությունը, պիտի պաշտպանենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի սովորական, երջանիկ, բարեկեցիկ, խաղաղ եւ ազատ կյանքով ապրելու ոչ միայն իրավունքը, այլև հնարավորությունը, որը այսօր է այստեղ է, այն պետք է նկատվի, այն պետք է պաշտպանվի եւ այն պետք է ունենա իր տերը իդեմս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Սա է պատճառը, որ մենք իրականում չենք կարող խուսափել մեր քաղաքական, պատմաքաղաքական ճակատագրից, որովհետև այնպես է ստացվել, որ մենք հեղափոխությունների կուսակցություն ենք։ Բայց այդ մեզ թվում էր, թե 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությամբ մենք մեր հեղափոխական միսիան ավարտել ենք։
իրականում առիթ ունեցել եմ ասելու, որ 21 թվականն էլ էր հեղափոխություն եւ դա սնուցող մայրերի իրականացրած հեղափոխություններ, բայց մենք այսօր կանգնած ենք մի նոր պատմաքաղաքական հեղափոխության շեմին։ Եվ որն է այդ պատմաքաղաքական հեղափոխության իրական իմաստը եւ նշանակությունը, որն է պատմաքաղաքական հեղափոխությունը։ Դա Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված տարածքում առանց արտաքին հովանավորության ապրելու ընդունակությունն է։ Հայաստանի Հանրապետության պետական շահը ու պետականության հարատևության օրակարգը բոլոր գործողությունների ելակետ դարձնելն է, այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը սեփական քաղաքացիների